Գոյությունը կնոջ կյանքի ընթացքում դա մի շրջան է, երբ որ կինը պատրաստվում է նոր կյանք պարգևի եւ կապված է մեր սպասումներով, ուզումներով, մեծ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում։ Երբ կինը տանը արդեն արձանագրում է հղիության փաստ, արդեն 4-5 շաբաթական ժամկետից կարող է դիմել կլինիկա, որպեսզի ախտորոշվի հղիությունը ամենակարևոր բաղադրիչներից մեկը հղիության արգանդային եւ տարբերակվի արտարգանդային հղիությունից։ Որից հետո արդեն 7 շաբաթականում արձանագրվում են սրտի զարկերը եւ նույնիսկ սկսած 7 շաբաթականից, երբ որ սրտի զարկերը լինում են դրական, կարող ենք հաշվառել։ Կանանց կոնսուլտացիայում մենք իրականացնում ենք հսկողությունը ընդունված չափորոշիչներին համապատասխան, ունենք շատ բարձրակարգ պրենատալ դիագնոստիկայի հնարավորություններ, որտեղ մասնագետները ժամանակակից սարքավորումների միջոցով հետևում են պտղի վիճակին ամբողջ հղիության ընթացքում, կատարում են որոշակի սկրինինգային հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս վաղ շրջանից սկսած ունենալ մաքսիմալ ինֆորմացիա պտղի ներարգանդային վիճակի մասին, որը հնարավորություն է տալիս պտղի վիճակը ախտորոշելու, նրա զարգացանության աստիճանը, շեղումները։ Կատարվում է բազմաթիվ հետազոտություններ, դրանք եւ սոնոգրաֆիկ հետազոտություններ են, թե գինեկոլոգիայում, թե մանկաբարձության մեջ, կատարում է դոպլերոմետրիկ հետազոտություն, ճշտելու պտղիարան շրջանառության վիճակը, հետագա հղիությունը վարելու նպատակով։ Ունենք հնարավորություն կատարելու 3D4D հետազոտություններ թե մանկաբարձությունում եւ թե գինեկոլոգիայում։ Մենք հղիներին նաև բացատրում ենք, թե ինչ բարդություններ կարող են լինել հղիության ընթացքում, որպեսզի նրանք շատ ուշադիր լինեն եւ այցից դուրս կարող է նրանց հետ որևիցե պրոբլեմա լինի եւ նրանք անմիջապես դիմեն բժշկի։ Հղիները հսկողությունից դուրս չեն մնում։ Եթե ինչ-ինչ պատճառով հղին այցի չի գալի, մեզ մոտ շատ կազմակերպված անպայման մենք զանգում ենք, ճշտում ենք, թե ինչի չի եկել։ Յուրահատկություններից մեկը նա է, որ մենք աշխատել ենք հղիներին վերցնել հաշվառման, վարել, ծնտաբերությունը վարել, հետծննդյան շրջանը հետևել, մեկ բժշկի հսկողության տակ հիմնականում, որը հնարավորություն է տալիս 9 ամիս ոչ միայն որպես բժիշկ հանդես գալ, այլ նաև այդ հղիի խորհրդատուն, այլ հարցերով նաև, որը հնարավորություն է ստեղծում ավելի բարենպաստ հոգեբանական իրավիճակ ստեղծել հղիի համար։ Սկզբունքը հղիների վարելու, ժամանակին հետազոտել, զրուցել, հանգստացնել, հասկացնել մարիական դպրոցի դասընթացներ եւ կամաց կնոջը պատրաստել ծննդալուծման։ Մեր ծառայության նպատակն է, որպեսզի աշխատենք զերծ պահել հղիին այդ ստրեսային վիճակից։ Հղիությունը ունի իր սպეციფიկ մոտեցումները եւ շատ ավելի նեղ մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ հղիների անեսթեզիան կազմակերպելու համար։ Մեր կլինիկայում շատ հաջողված կիրառվում է ծննդաբերության պերիդուրալ ցավազրկումը, որը որ թույլ է տալիս հղիին անցավ ծննդաբերել եւ որը նաեւ ունի իր շատ դրական այլ կողմերը։ Մեր ծննդատան պատերի ներքո արդեն ավելի քան 1500 երեխաներ են լույս աշխարհ եկել։ 3 տարիների ընթացքում Սլավմեդ բժշկական կենտրոնը հասցրել է արձանագրել մի շարք հաջողություններ։ Եթե մենք համեմատենք մեր ցուցանիշները ընդհանուր հանրապետական ցուցանիշների հետ, հաճելիորեն դրանք զարմացնող կլինեն։ Բարեբախտաբար մեր կենտրոնը հագեցած է գերժամանակակից բոլոր սարքավորումներով։ Պատասխան կյուվեզներ ունենք, ջերմային հաղորդիչներ ունենք շնչառության աջակցության համակարգերից մնա high flow համակարգ, այսինքն բարձր հոսքային քթային բեղիկներ, bubble CPAP համակարգ, ինչպես նաև ունենք CPAP-ի այլ փոփոխական հոսքով CPAP, infant flow driver ունենք եւ ունենք արհեստական շնչառության ապարատ, նաև ունենք նեոպավ եւ ռեանիմացիոն բաժանմունքում եւ ծնարաններում երեխաներին համապատասխան ճիշտ ռեանիմացիա կազմակերպելու համար։ Բացի այդ ունենք ֆոտոթերապիայի սարք, եթե ունենում ենք խնդիր դեղնիկի հետ կապված, մենք տեղում բուժում ենք բալիկներին։ Ինֆուզամատներ ունենք, պուլսօքսիմետրերով հագեցված ենք, կենտրոնական թթվական
թթվածին ունենք, ինչպես նաև ունենք բլենդերներ, որով կարգավորում ենք համապատասխան թթվածնի կոնցենտրացիա բալիկին տրվող։ Մենք նաև համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Մեր ծննդատանը ներդրվել են մի շարք ծրագրեր, որոնք եղել են պիլոտային, այսինքն Հայաստանում առաջիններից մեկը մենք ենք եղել, որ այդ ծրագրերը ներդրել են, դրանցից մեկը կոչվում է ընտանիքակենտրոն բժշկություն, որի իմաստը կայանում է նրանում, որ երեխայի ծնողները, մայրը, հայրը եւս ներգրավում են երեխայի խնամքի եւ բուժման հարցերով, այսինքն ծննդատունը չի դառնում ինչ-որ փակ, արգելված գոտի երեխայի հարազատների համար։ Դա ապացուցել է իր արդյունավետությունը զարգացած երկրներում։ Մենք փորձում ենք տրամադրել այնպիսի պայման, որ դա լինի իրենց տունը ժամանակավոր հիվանդանոցում, որպեսզի տուն տեղափոխվելուց նրանք արդեն իմանան ինչ են անելու, ոնց են խնամելու, իրենց համար նոր իրավիճակներ չստեղծվի։ Դա շատ կարևոր է հենց առաջի պահից, որպեսզի ոչ ստրեսային լինի, որոնց էլ հասկանում ենք, որ ծննդաբերություն, հետծննդյան առաջի օրերի ստրեսը կնոջ համար եւ էմոցիոնալ նաեւ առումով շատ արտահայտված է լինում եւ այդ ընտանեկան միջավայր ստեղծելը հնարավորություն է տալիս ավելի հանգիստ պայմաններում լուծել առաջի օրերի, ժամերի, օրերի իրենց խնդիրները։ Կինը եթե ոչ հղի վիճակում գալիս է եւ դիմում է գինեկոլոգի, բնականաբար ինքը ինչ-որ գանգատներով է դիմում։ Լսելով նրա գանգատները, մենք համապատասխան հետազոտություններ ենք անում, բնականաբար ախտորոշում ենք հիվանդությունը եւ բուժում ենք։ Մենք ունենք հնարավորություն եւ ստացիոնար պայմաններում բուժումը կազմակերպելու եւ ամբուլատոր պայմաններում կազմակերպելու, նաեւ վիրահատական բուժում ենք կազմակերպում համապատասխան բաժանմունքում։ Վիրաբուժական մենք հիմնական 3 ուղղություններն են, դրանք լապարասկոպիկ եղանակով կատարվող հետազոտություններ, էնդոսկոպիկ եղանակով։ Դրանք հիստերոսկոպիայի, հիստերոռեզեկտոսկոպիայի միջոցով կատարվող մեր արգանդային տարբեր միջամտություններն են, լապարասկոպիայի միջոցով կատարվող որովայնի խորոչում կատարվող վիրահատություններն են, դրանք հիմնականում հավելումների, որոշ դեպքերում մարկանտի, տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների բուժման նպատակով կատարվող էնդոսկոպիկ վիրահատություններն են, էշտոցային եղանակով կատարվող վիրահատությունները, հիմնականում բարորակ նորագոյացությունների ժամանակ արգանդի հեռացման վիրահատությունները էշտոցային ճանապարհով են կատարվում, ինչպես նաև կոնքի խորոչի եւ շենքի տարբեր հիվանդությունների հետ կապված անբավարարությունների շտկումներն են, դրանք արգանդի իջեցումներն են, արտանկումները, հեշտոցի պատերի, շեքի դեֆորմացիաները, սպիական փոփոխությունները եւ այլն։ Եվ ընդունված լապարատոմիկ եղանակով վիրահատություններն են, ավելի մեծ ծավալի վիրահատությունները։ Լավմեդ բժշկական կենտրոնում իրականացվում է գինեկոլոգիական վիրահատությունների ողջ ծավալը։ Նախընտրությունը տրվում է պակաս ինվազիվ միջամտություններին, ավելի շատ նախապատվությունը տրվում է լապարասկոպիկ միջամտություններին, որը բոլոր իմաստներով ավելի լավ է հիվանդի համար եւ կարճացնում է հետվիրահատական շրջանը, վերականգնողական շրջանը շատ ավելի լավ է ընթանում, բայց իհարկե կան դեպքեր, երբ հնարավոր չի անել լապարասկոպիկ վիրահատությունը, արգանդի խորոչում առկա պոլիպների կամ լորդաթախանթի գերաճերի ժամանակ եւ այլն նախապատվություն է տրվում հիստերոսկոպիային, երբ նույնպես ավելի պակաս ինվազիվ մեթոդ է, բայց ստեղծում է լայն հնարավորություն եւ նույն լապարասկոպի հնարավորություններն ունի եւ տեսանելի է դարձնում արգանդի խորոչը, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս բժշկին կատարել լորդաթաղանթի քերում պոլիպի հեռացում կոնկրետ տվյալ հատվածում եւ այլն եւ ավելի արդյունավետ է բուժման իմաստով։ Դիմելով Սլավմեդ բժշկական կենտրոն, կինը իրեն հուզով ցանկացած հարցի պատասխան եւ ոչ միայն հարցի պատասխան բուժական իմաստով կստանա եւ լիարժեք ապաքինված կարող է լքել կլինիկան։